Պարոն Յուրիկյան, վիվացել եմ, այս ընկերությունն ունի արդեն գործունեության բավականին հարուստ փորձառություն, իսկ որոնք էին հիմնադրման փուլում ընկերության առջև ծառացած հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Մեզ պետք է սկսել արագ, մեզ պետք է զերոյից սկսել, մեզ պետք է աշխատանքաուժ, բայց ինչպիսի աշխատանքաուժ, հարցը այնտեղ էր, արդյոք մենք պետք է, եթե կարող եմ ասել, ներմուծել արտասահմանից մասնակիցներ, եւ այդ մասնակիցները մեր միջավայրից բնավ տեղյակ չեն լինելու, ավելի այսպես ասած կարող է ինչ որ միջազգային փորձ ունենան, բայց մի կողմից էլ կարող է ֆիլոսոֆաներ լինեն, որովհետեւ որտեղ որ ընկերությունը կաշխատի, ինքը պետք է շատ լավ հասկանա ու ընկալի միջավայրի սովորությունները, ավանդույթները, մտածելակերպը, սոցիոտնտեսական իրավիճակները, շուկայական տարբեր խավերը կամ սեգմենտները, ինչպես ասում են։ Եվ մեր որոշումը առաջին օրից այն էր, որ չգնանք արտասահմանյան մասնակիցների ուղղությամբ, այլ վստահենք մեր հայ երիտասարդների վրա եւ հատկապես նոր համալսարանավարտների վրա։ Մեզ պետք էր ստեղծել աշխատանքաուժ երիտասարդ եւ մեզ պետք էր իրենց փոխանցել, սովորացնել ինչ որ յուրահատուկ կամ նոր աշխատանքաոճ կամ նոր աշխատանքային մոտեցում կամ աշխատանքային մտածելակերպ, որը դեռ մեր երկրում չկար, Հայաստանում չկար եւ մենք այս բանով մենք շատ ուրախ ենք, որ ոչ թե կապի շուկայում առաջադառն ենք տեխնոլոգիայի կամ նորարարության առումով, այլ կառավարման մշակույթի առումով։ Եվ որ սկսեցինք մենք աշխատել ու ընդունել մարդիկ, մենք առաջին օրից իրենց սկսեցինք ասել, որ դուք աշխատող չեք, դուք աշխատակազմ չեք, դուք ընտանիքի անդամներ եք։ Դուք մաս կկազմեք արդեն մի ընտանիքից, որը արդեն միասին ձեռքի դված մենք ուզում ենք մեծացնել, աճեցնել ու ուժեղացնել։ Եվ այս ընտանիքը ստեղծվեց որոշ հիմնական սյուների վրա, որոնք կոչվում են աշխատանքային եւ մարդկային արժեքներ, core values։ Եվ առաջին օրից մենք ցկտեցինք, որ այս արժեքները գիրառել ամեն քայլափոխին աշխատանքային կյանքի ընթացքում։ Ու դա սկսում է ամենացածր աշխատանքային պաշտոնից մինչև ամենաբարձր, մինչև գլխավոր տնօրենը։ Եվ մեր կառավարման մշակույթը ամբիսին է, որ ինքը բոլորովին հագարակ մտածելակերպ ունի այն կառավարման մտածելակերպին, որը հավատում է գնիկին, փչատին, կառավարումը հրաման ստորագրելով չէ, հանձնարարություններ կրել եւ կնքելով չէ, այլ կառավարումը ծառայել օրինակով եւ օրինակի ծառայելը կսկսի ամենաբարձր պաշտոնից, այսինքն գլխավոր տնօրենից եւ օրինակով սովորացնելով չագերդավորված եթե կարող եմ ասել դաստիարակելով գիշնե դեպի ներքևը, որ ներքևինը միշտ նայում է դեպի վերև ու ինքը փորձում է հետևել եւ նույնը անել։ Եվ այսպես մենք սկսեցինք աշխատել եւ մեր ընկերությունը աճեցինք 0-ից, երբ որ սկզբում կար մեկ ընտանիքի անդամ, որը ես էի, եւ տարիների ընթացքում մեծացավ եւ այսօր արդեն մենք ունենք մոտավորապես 1200 ընտանիքի անդամ։ Ընթացքում բավական փոփոխություններ եղավ։ Մենք շատ ցկտեցինք մեր ներքին խոհանոցի վրա աշխատել։ Ներքին խոհանոց ասելով, այսինքն գործընթացների ձևեր շատ կար, ձևակերպեցինք, ձևավորեցինք, փոխեցինք, որովհետև ոչ մի գործընթաց կամ process աշխատանքային սուրբ կիրք չէ։ Դա չի նշանակում այս է ու վերջ, շուկան միշտ փոփոխվում է, տնտեսությունը միշտ փոփոխվում է, սոցիոտնտեսական իրավիճակը միշտ փոփոխվում է եւ միշտ զարգանում է։ Եվ հետեւաբար ներքին կանոնակարգերը, ներքին գործընթացները միշտ պետք է փոխվին եւ համագերբվին այս փոփոխության հետ։ Եվ այստեղ է որ մենք զուգահեռ սովորացնում ենք մեր ընտանիքի անդամներին, որ միշտ պետք է ընդունակ ու ջուգուն լինենք փոփոխության, որովհետեւ պայմաններ կարող է միշտ ստեղծվի միջավայրում, շուկայում, եւ մենք հետեւաբար պետք է շատ ջուգուն լինենք, որ փոխենք կամ փոփոխվենք այդ պայմանների հետ։